Հարգելի հեռուստադիտողներ, հունիսի 26 աշխարհում նշվում է որպես թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր։ Այս օրը ևս մեկ առիթ է անդրադառնալու մի խնդրի, որը շարունակաբար մտահոգում է ոչ միայն առողջապահական համակարգին, այլև ողջ հասարակությանը։ Թմրամիջոցների օգտագործումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական առողջության վրա։ Եվ այսօր կզրուցենք այն մասին, ինչպիսի աշխատանքներ են տարվում, ինչքանով կարևոր է կանխարգելում առհասարակ թմրամիջոցների չարաշահումից զերծ պահելու համար եւ իհարկե ինչպիսի ծրագրեր եւ մեր Հայաստանում ինչպիսի տարածվածություն կա։ Այսօրվա իմ հյուրերն են Ռոմելա Աբովյանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կախվածությունների բուժման ազգային կենտրոնի փոխտնօրեն եւ նույն կենտրոնի ամբուլատոր դիսպանսերային ծառայության բժիշկ թմրաբան Քրիստինա Զոհրաբյանը։ Ողջույն, հարգելի գոլեգաներ, շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ այսօր այստեղ եք, այսքան նուրբ եւ կարեւոր հարցի շուրջ քննարկում կունենանք։ Խնդրեմ խոսենք այն մասին, ինչպես նշեցի արդեն հունիսի 26-ը միջազգային օր է համարվում առհասարակ թմրամիջոցների դեմ պայքարի, ինչ ստատիստիկա, ինչ տարածվածություն եւ ինչպես ենք պայքարում մենք Հայաստանում։ Երևի թե սկսենք նրանից, որ Միացյալ Ազգերի կազմակերպությունը դեռևս 1987 թվականի դեկտեմբերի 7-ին գլխավոր ասամբլեան հռչակեց հունիսի 26-ը որպես թմրամիջոցների գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի օր, եւ բոլոր երկրները այդ օրը միանում են պայքարելու թմրամիջոցների գործածման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ, ներգրավելով շահագրգիռ բոլոր գերատեսչություններին, հասարակական կազմակերպություններին, այդ թվում նաև բնակչությանը։ Իրականում բոլորիս շատ լավ հայտնի է, որ թմրամիջոցների գործածումը այսօր արդեն մեծ եւ լուրջ մարտահրավեր է, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում եւ շատ արդեն տարածվում են տարատեսակ թմրամիջոցներ եւ դրանք անընդհատ նորացվում են եւ հատկապես այսօր կարելի է անգամ ասել, որ պանդեմիկ այսպիսի բնույթ է կրում սինթետիկ թմրամիջոցների տարածվածությունը, ցավալի է, բայց փաստ, որ նաեւ թմրամիջոցների գործածման այս գործընթացում շատ ներգրաված են դեռահասներ եւ երիտասարդներ եւ արկա իրավիճակային գնահատում հնարավոր չէ իրականացնել, քանի որ ունենք խտրականության, ուրեմն եւ խտրականության խնդիր, նաեւ ունենք ցածր իրազեկվածության խնդիր եւ շատ դեպքերում, մեծամասամբ դեպքերում հնարավոր չի լինում բացահայտել, քանի որ բնակչության այդ շրջանում գտնվող, այդ տարիքային խմբում գտնվող անձինք գրեթե չեն դիմում բժշկական կազմակերպություն, որպեսզի հնարավոր լինի նաև ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն եւ սպասարկում։ Ինչ վերաբերվում է պայքարին, ապա նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականին ուրեմն հունիսի 5-ին ընդունել է մեծ գլոբալ ռազմավարական ծրագիր թմրամիջոցների հոգեմետ հոգեներգործուն նյութերի ոչ բժշկական նպատակներով կիրառման դեմ պայքարի ծրագիրը, որը նախատեսված է 25-27 թվականների համար։ Իրականում այս ծրագրի հիմնական բաղադրիչը ավելի հանրային առողջապահական տեսանկյունից է, այսինքն դեպի կանխարգելումն է, դեպի պայքար ապօրինի շրջանառության, կանխարգելումը սկսած դեռահասների եւ երիտասարդների շրջանում իրազեկման բարձրացումից, ուսուցումներից, թմրամիջոցների գործածման վտանգների եւ վնասների վերաբերյալ, նաեւ անդրադարձ կա ծրագրի մեջ, նաեւ առանձին ռազմավարական ուղղություն կա, որը վերաբերում է նաեւ արդեն իսկ գործածման դեպքում բժշկական օգնության սպասարկմանը եւ մի շատ կարեւոր բաղադրիչի նաեւ սոցիալ հոգեբանական ծառայությունների մատուցմանը եւ պացիենտների վերաինտեգրմանը եւս։ Այո, դուք նշեցիք իրոք բազմակողմանի մոտեցում ու պայքար, ստացվում է թե իրազեկմանը ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ, որը միտված է կանխարգելմանը, թե այն դեպքերին, երբ որ արդեն ցավոք սրտի կա չարաշահում, իրենց հայտնաբերմանը։ Չնայած որ այդ մարտահրավերը ես ինչպես լսեցի դեռահասների շրջանում ամբողջական պատկերը հնարավոր չի լինում գրեթե, հա, տեսնել, հասկանալ, հիմնականում որտեղ այդ շերտը մի քիչ ավելի զգայուն եւ միգուցե ավելի դժվար եւ դիմում են եւ ծնողներ
երեխաները չգիտեն, հա, իրենց օգնելը ստացվում է ավելի դժվար է։ Շատ կարևոր բան ասեցիք, որ հիմնական նպատակը առհասարակ կանխարգելումն է եւ հատկապես Հայաստանը ուրախալի է, որ այսօր անմասն չի մնում ամբողջ միջազգային այդ պայքարից։ Այսինքն մենք եւս ինտեգրված ենք եւ այդ ծրագիրը ներմուծված է հենց մասնավորապես 25 թվին, ինչպես լսեցի։ Այո, մեկնարկել է 25 թվականից։ Այո։ Այ շատերը կարծում են, տեսեք, նույնիսկ փորձելուց կարծում են, որ շատ այսպես միֆային բան կա, որ դե ոչինչ, մի անգամ կարելի է հանուն զվարճանքի կամ ինչ-որ նոր փորձառության, ինչու ոչ նաև փորձել, արդյոք կան աշխատանքներ, որպեսզի եւ ինչու ոչ դեռահասները, երիտասարդները ու առհասարակ մարդիկ հասկանան, որ նույնիսկ այդ մի օգտագործումը կարող է ճակատագրական լինել, ինչպես կարող է ազդել եւս մեկ անգամ հնչեցնենք։ Միանշանակ ուսուցման եւ իրազեկման գործընթացում կիրառվում են միջազգային տարատեսակ իրազեկման նյութեր, ուսուցման նյութեր եւ այդ նյութերի մի մասը կազմում է նաեւ այն, թե ինչ տեսակի թմրամիջոցներ կան եւ այդ թմրամիջոցների կիրառման արդյունքում ինչ հետևանքներ կարող են լինել եւ որպես օրինակ բերեմ, սինթետիկ թմրամիջոցների անգամ մեկ անգամյա օգտագործումը կարող է բերել բավականին լուրջ առողջական խնդիրների, կախվածության եւ բավականին բարդ հետևանքների եւ այդ մասին իհարկե այդ ուսուցման շրջանակներում եւ իրազեկման ժամանակ անպայման նշվում է դրա մասին եւ նաեւ իհարկե նշվում են այն բազմաշերտ գործոնները, որոնք հիմնական պատճառն են, որ դեռահասները եւ երիտասարդները սկսում են օգտագործել թմրամիջոցներ։ Կարելի է հնչեցնել, որոնք են այդ հիմնական պատճառները, ովքեր են ռիսկի գոտում գտնվում։ Իրականում ռիսկի գոտում գտնվում են դեռահասները եւ երիտասարդները, առհասարակ բոլոր եւ գործոնները բազմաշերտ են, օրինակ մեկ գործոն հոգեկան խնդիրները, եթե երիտասարդը կամ դեռահասը ունի հոգեկան խնդիրներ, այսպես ասած իրենց պատկերացմամբ իրենք զբաղվում են ինքնաբուժմամբ, այսինքն եթե ունի տագնապային իրավիճակ, ստրեսային, դեպրեսիվ իրավիճակ, ապա այս դեպքում թմրամիջոցի գործածումը ըստ վերջիներիս կարծիքի կարելի է ճակերտների մեջ ասել, ինքնաբուժման, այսպես ասած, ինքնաբուժման համար է կիրառվում։ Մեկ այլ ուրեմն գործոն կա, որը գենետիկ նախատրամադրվածությունն է, եթե ընտանիքում կա կախվածություն ունեցող անձ, ապա տվյալ ընտանիքում արկա դեռահասները ավելի ուրեմն ռիսկի տակ են, որ կարող են եւս ունենալ այդ խնդիրը։ Կա նաեւ սոցիալ-տնտեսական գործոն, գործազրկությունը, ոչ նպատակասլաց կյանքը եւ այլն, այսինքն բերում է հուսահատության եւ այդ հուսահատության ժամանակ ավելի շատ են դիմում, նման ուրեմն միջոցների, քան մեկ այլ կարծես թե իրականությունից ուժենան կտրվել։ Այո, այստեղ եւս կուզենայի մեկնաբանություն անել, որ շատ հաճախ համարվում է, որ տագնապային խանգարում կամ առհասարակ դեպրեսիվ համախտանիշ ունեցող մարդիկ, ովքեր չեն բուժվում երկարատև, ցավոք իրենք ավելի հեշտ են ընկնում կախվածության մեջ։ Այս եւս մեկ անգամ փաստում է, որ իրոք մենթալ առողջությունը, հոգեկան առողջությունը պետք է հետևողականորեն բուժել, եթե ունենք խնդիր եւ հարցադրում։ Խնդրեմ ասեք, ինչքանով է ակտիվ կատարվում այդ իրազեկումը, դուք ասացիք, որ դեռահասների եւ երիտասարդների շրջանում կանխարգելման ծրագրեր են իրագործում, եթե կարելի է ասեք, պատմեք, ինչպես է դա կատարվում կոնկրետ։ Իրականում իրազեկման եւ ուսուցման ծրագրերը կատարվում են միջգերատեսչական համագործակցությամբ, մենք համագործակցում ենք կրթության գիտության նախարարության հետ, նաեւ ներքին գործերի նախարարության հետ, համագործակցում ենք դպրոցների հետ եւ դրանք տարբեր ֆորմատներով է տեղի ունենում ֆոկուս խմբային քննարկումներ, ինչպես դպրոցներում, որտեղ եւ ներկայացվում են նյութեր եւ ներկայացնում են տեսահոլովակներ, ներկայացվում են նաեւ պոստերներ, պաստառներ, տեղեկատվական թերթիկներ, օրինակ խտրականության վերաբերյալ եւ նաեւ վտանգների, վնասների այդ նյութերի գործածման արդյունքում երկրորդ ֆորմատը, որ ուզում եմ ներկայացնեմ, դա ուղիղ այցն է դեպի կախվածությունների բուժման ազգային կենտրոն։ Այս տարի մենք ունեցել ենք 17-ից ավել դպրոց, որոնք որ դիմել են եւ մենք ընդունել ենք երեխաներին սիրով, կազմակերպել ենք այսպես ասած սեմինար քննարկում, ֆոկուս խմբային քննարկում
եւ ներկայացվել են ինչպես վտանգները, վնասները, այնպես էլ նաեւ ներկայացվել են սոցիալական, սոցիալ-հոգեբանական խնդիրները եւ բնականաբար դրանց լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Շատ լավ, այսինքն որպեսզի եւ երիտասարդները ավելի շատ մոտիվացվեն դուրս գալու այս արատավոր ուղղակից ու իրենք էլ շահագրգռված լինեն։ Իդեպ երևի լրացնեմ, որ այս տարվա կարգախոսն է, չխոսեցինք դրա մասին, հունիսի 26-ի այս տարվա կարգախոսն է քանդել արատավոր օղակը։ Տեսնում եք ինչպես անդրադարձակ երևի թե շեշտադրեմ։ Քանդել արատավոր օղակը, ինչ լավ է հնչում։ Խոսքս ուղղեմ նաև ձեզ որպես թմրաբան, բժշկուհի, ինչքանով կարևոր է տեսեք իրազեկումը, ինչպիսի հետևանքներ կարող են թողնել նույնիսկ մեկ անգամյա օգտագործումը, մենք խոսեցինք այդ մասին, որ այո, ֆիզիկական նույնիսկ առողջության վրա կարող է անդառնալի հետևանքներ թողնել, եթե կարելի ասեք նույնիսկ մեկ օգտագործումը ինչ հետևանք կթողնի եւ իհարկե առասարակ ինչպիսի սիմպտոմներ ու նշաններ կան։ Մեկ անգամյա փորձ ունենալու դեպքում թմրամիջոց գործածելու այդ խոսքը ժողովրդական չի կարող հանգեցնել, դա բժշկական մասնագիտական տեսանկյունից չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող թմրամիջոցների բաղադրությունը կազմված է սինթետիկ թմրանյութերից եւ մեկ անգամյա գործածումը արդեն իսկ կարող է ձևավորել կախվածության համախտանիշ։ Սա չի նշանակում, որ բուսական ծագման թմրամիջոցները պակաս վտանգավոր են, ոչ, իրենք հավասարազոր են մեկը մյուսի հետ, սակայն խոսքս ուղղված է տարածվածության վերաբերյալ, որ սինթետիկ թմրամիջոցները ավելի տարածված են, քան բուսակման ծագման թմրամիջոցները, ինչը շատ կարճ ժամանակահատվածում առաջացնում է կախվածության համախտանիշ։ Ինչպիսի ախտանշանները, այ ֆիզիկական վիճակը մարդու ինչպես է փոխվում, հենց եթե ինքը սկսել է արդեն օգտագործել այս միջոցները։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա շատ ծայրահեղ բարդություններ են առաջանում, հոգեկան առողջության վրա անդրադառնում է շատ սուր բարդություններով, որոնցից սկսվում է նախ առաջնահերթ տրամադրության փոփոխումները, կտրուկ վերելքներ կամ անկումներ են տեղի ունենում կանխազգացումային այսպես փոփոխությունները դեպի վերելք եւ հակառակը, եթե չի գործածում, արդեն իսկ բացասական տեսակ։ Խոճապային գրող հիշեցնող, հա, մի բան կարող է լինել։ Տարատեսակ լարվածություններ, որը բերում է վարքային փոփոխություններին, տարբեր տեսակ շատ հաճախ թմրամիջոց գործածող անձը կատարում է վտանգավոր, հակաիրավական գործողություններ եւ իրեն հաշիվ չի տալիս հետևանքների մասին։ Սա շատ կարևոր գործոն է, քանի որ խանգարվում է մտածողությունը։ Առաջ են մղվում խոսքի պոռթկումներ, կարող են նաև հակառակը տեղի ունենալ այսպես, անձը ինքնամեկուսանա, չփորձի շփման դուրս գալ, հա, սոցիալական իր հարթակից, անգամ ընտանիքի անդամներից, ինչը հանգեցնում է շատ վտանգավոր գործոնների, կարող է զարգանալ ինքնավնասման եւ ինքնասպանության մտքեր նույնիսկ։ Իր այդ են գալիս տարատեսակ գիտակցության խանգարումներ, դա հատկապես լինում է տեսողական եւ լսողական ցնորքներով արտահայտված, որը նույնպես մեծ վտանգ է ներկայացնում իրենից։ Ֆիզիկական առողջության վրա անդրադառնում են նույնպես տեսանելի, առաջ են մղվում քաշի նվազումներ, ախորժակ բացակայությունը, ինչը բերում է օրգանիզմի հյուսվածությանը եւ դա տեսանելի եւ առկա է, տեղի են ունենում սիրտանոթային անբավարարություն, զարկերակային ճնշման տատանումներ են տեղի ունենում, անձը աստիճանաբար կորցնում է իր սեփական անձի դրական հատկանիշները։ Տեսեք, մենք նշեցինք այն դրդապատճառները, մի քիչ այստեղ իրոք ես լսեցի այդ ապրոմակցում այն մարդկանց նկատմամբ, որ ոչ թե դիտարկենք միայն նեգատիվ տեսանկյունից, որ իրենք հանցանք են գործում, այո, բայց առաջին հերթին գործում են այդ հանցանքը իրենց առողջության նկատմամբ, եւ շատ հաճախ իրենք հուսահատությունից դիմում են դրան, որտեղ իրենց համար դա առաջին կարծես թե լուծումն է, այս բային կամ միայն միակ իրատեսական, ստացվում է, որ ինքը դժվար թե այդ փուլում դիմի օգնության, որովհետեւ ինքը կարծում է, որ դա իր համար այս բային լուծում է, ինչ կարող է անել հարազատ
մոտ ընտանիքի անդամներ, այ դուք նշեցիք մի շարք նշաններ, որից կարելի է կասկածել մեկուսացումը, ոչ սթափ դատողությունը արդեն վարքի կողմից փոփոխությունները, իմպուլսիվ մի քիչ ավելի դուրագրգիռ վարքագիծ, ինչու ոչ, ինչ կարող է հարազատը անել։ Պետք է լինել շատ ուշադիր, քանի որ նկատելի հատկանիշներից են ի հայտ եկած ինչ որ տարօրինակ ընկերուհիներ, որոնք խուսափում են սերտ կապերի մեջ մտնել ընտանիքի հետ կամ հակառակը փորձում են շատ լավ այդպես դուր գալ հարազատներին։ Բացի դրանից նախ աստիճանաբար փոփոխվում է իրենց նախասիրությունների հետաքրքրությունների տեսակը, աշխատավայրում են ունենում կոնֆլիկտներ եւ ընտանիքում, աշխատանքից բացակայություն, ուսման վերաբերյալ անտարբերություն է աստիճանաբար ձևավորվում, ինչը բերում է ընտանիքի զարմանքի եւ փաստի առաջ երբեմն կանգնում։ Հաճախ այդ հոգեկան եւ ֆիզիկական խանգարումների դեպքում շատ հաճախ այսպես պատասխանատվության զգացումը աստիճանաբար նվազում է, այդտեղ է անձի որակի հատկանիշները դրական աստիճանաբար նվազում, կարող է անհայտանալ անսպասելի, ինչը նկատելի է, օրինակ ընտանեկան խնջույքներից կարող է բացակայել, դուրս գալ տանից եւ չպատասխանել զանգերին, ստել կամ թաքցնել տեղակայումը, այս ամենը աստիճանաբար հարազատների աչքին արդեն իսկ ձևավորում է մտահոգություն։ Կա մի այսպիսի կարևոր գործոններ նույնպես, օրինակ անհատական հիգիենայի նկատմամբ անտարբերություն է աստիճանաբար ձևավորվում, դա էլ մեծ ուշադրություն է գրավում հարազատների կողմից։ Հարազատները նշում են որոշ ի հայտ եկած հատկանիշներ իրենց հարազատի կողմից, օրինակ կարող են տանը իրենք տեսնել ինչ որ տարօրինակ դեղորայք կամ դեղաբեր փոշիներ, որը չի եղել երբևէ տանը, կամ հակառակը, օրինակ տանը եղած դեղատուփի մեջից անհայտանալ ինչ որ իրեր, օրինակ կաթուցիչ կլինի դա կամ ցավազրկող դեղորայք, այս ամբողջը ես պետք է նշեմ, որ քանի որ վերաբերում է նաև հոգեկան առողջության փոփոխություններին, օրինակ ստրեսների դեպքում դա կարող է ի հայտ գալ նման վարքագծերը, փոփոխությունները, դեպրեսիաների, հոգեկան առողջության այլ համախտանիշների տարբերակել կամ դեռահասության տարիքային առանձնահատկություններից ելնելով, ուստի հարազատները պետք է լինեն ուշադիր եւ այդ դեպքում արդեն իսկ մտահոգված դիմեն բժիշկ թմրաբաններին խորհրդատվության համար իրենց մտահոգությունը, իրենց խնդիրը կիսելու, բացատրելու եւ որոշում գտնելու, բուժում ստանալու աջակցության նպատակով։ Այո, ես խորհուրդը հասկանում եմ այսպես, որ շատ հաճախ իրոք կարող են նույնիսկ ընտանիքի անդամը չկարողանա ներազդել այդ գործընթացի վրա եւ ինչ ոչ կարելի առաջարկել կամ մի քիչ այսպես համոզիչ լինել, թեկուզ եւ միասին աջակցող ավելի որոշակի թանկարժեք իրեր, էպիզոդիկ ինչ-որ անհայտացումները, որը նշան է հարազատների համար մտահոգվելու եւ պետք է լինեն շատ ուշադիր։ Այո, եւ միևնույն ժամանակ դրսեւորեն աջակցող ռազմավարություն առաջարկել, օրինակ գնալ մասնագետի ոչ թե անմիջապես քննադատել, այլ միասին օրինակ գնալ եւ մասնագետի կարծիքը լսել։ Հասկանալի է, որ յուրաքանչյուրիս դաստիարակչական տեսանկյունից փորձում ենք լավը ասել եւ փորձել դաստիարակչականը, բայց դա պետք է անել շատ մեղմ, շատ նուրբ եւ հավատքներ շնչել եւ ընկերակցել օգնելու նպատակով, որպեսզի առաջին իսկ քայլը կատարի դիմի համապատասխան մասնագիտացած կենտրոն, որը կախվածությունների բուժման ազգային կենտրոնն է։ Այո, շնորհակալ եմ շատ, մենք փորձեցինք փաստորեն քննարկել այն դրդապատճառները, տարածվածությունը, պայքարը աշխատանքի իրազեկման, որ դուք եւս կատարում եք, եթե կա հակիրճ ուղերձ, որ դուք կուզեք այս պահին հնչեցնել, այն մարդկանց համար, ովքեր գտնում են, որ միգուցե հարազատներից որը մեկը տառապում է այս կախվածությունից կամ հենց այն մարդիկ, ովքեր մեզ այս պահին կլսեն, ինչպիսին է այդ ուղերձը եւ իհարկե չմոռանանք ծնողները, ովքեր միանշանակ կուզեն զերծ պահել իրենց երեխաներին, եթե հնարավոր է, հակիրճ կընտրեմ մեկնաբանեք։ Հարգելի հայրենակիցներ, եթե ունեք ձեր հարազատ բարեկամների շրջապատի, հարևան կլինի, ընկերներ կլինի, մարդիկ, ում դուք արդեն իսկ տեսնում եք, նկատում եք այս իրազեկվածությունից ելնելով, որ կա անձի մոտ արդեն իսկ ձևավորված կախվածություն կամ էպիզոդի գործածման մասին եք տեղեկացված, մի խուսափեք, մի դիմեք այլ մասնագետների, մի փորձեք թաքցնել կամ ինքնուրույն փորձել օգնություն ցուցաբերել
ինչ-ինչ պայմաններում, մի դիմեք, մի փորձեք գտնել մարդկանց, ովքեր կաջակցեն ձեզ ոչ մասնագիտորեն, դա ցավոք հաճախ է տեղի ունենում, ինչին մենք հետո հանդիպում ենք արդեն իսկ սրացած, բարդացած վիճակում, թե ֆիզիկական, թե հոգեկան, թե արդեն իսկ անձի քայքայման վիճակում։ Ուստի դիմեք կախվածությունների բուժման ազգային կենտրոն, որը միակ պետական մասնագիտացված կենտրոնն է եւ առողջապահության նախարարության աջակցության ներքո մենք ունենք լավ ծառայություններ, ունենք նեղ մասնագետների աջակցություն եւ հետազոտություններ, որտեղ կատարում է առաջին իսկ քայլից դիմելության դեպքում բժիշկ նարկոլոգի կողմից կատարվում է իրավիճակի գնահատում, կատարվում է խորհրդատվություն, ունենք լաբորատոր հետազոտություններ, որտեղ կատարվում են եւ բիոքիմիական, եւ տոքսիկոքիմիական, եւ ընդհանուր հետազոտություններ, ունենք ներդրված առողջապահության նախարարության կողմից հզոր թիմ, սոցիալոգիաբանական թիմը, ով մեծ աշխատանք է կատարում։ Մենք ունենք բազմամյա փորձառու մասնագետներ, ունենք նաեւ երիտասարդ մասնագետներ, ովքեր տիրապետում են ժամանակակից բուժման մեթոդներին, այնպես որ խնդրանքս է չխուսափել, չվախենալ խարանից, քանի որ կախվածությունների բուժման ազգային կենտրոնը այս ժամանակակից ռազմավարության ներքո տրամադրում են նաև անանուն բուժում, դա մեծ քայլ է դեպի օգնություն տվյալ անձի, ով հատկապես գիտակցում է իր խնդիրը։ Շնորհակալ եմ շատ համապարփակ ինֆորմացիայի ներկայացման համար։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ մենք այսօր խոսեցինք թմրամիջոցների չարաշահման, օգտագործման եւ առհասարակ ապօրինի դեղամիջոցների շրջանառության դեմ պայքարին։ Անդրադարձանք, խոսեցինք հնարավոր բոլոր ծրագրերի մասին, որոնք իրոք կատարվում են շատ ակտիվորեն կառույցների կողմից համապատասխան։ Մենք հուսամ կզետեղենք հեռախոսահամարը էկրանին թեժ գիծը, որով կարող եք զանգահարել եւ գրանցվել մասնագետի, կարծում եմ, որ մեր կոլեգայի ելույթը շատ ոգեշնչող էր, չվախենալ խարանից եւ դիմել օգնության, եթե դրա կարիքը կա։ Շնորհակալ եմ շատ, իսկ մենք գնացինք առաջ։